Նա ապրում էր բացարձակ վերահսկողության ներքո, մինչ որ մի անսպասելի բան խախտեց նրա ուղին։ Մի կին, տարբերվող կեցվածքով, մի տեսլականով, որի մասին նա երբեք չէր մտածել։ Այն, ինչ թվում էր, թե ընդամենը հերթական մասնագետն է, եկել էր ամեն ինչ փոխելու։ Հիմա նա այլս չգիտեր, ինքն է վերահսկում իրավիճակը, թե պարտվում է ճակատագրի դեմ պայքարում։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Երանը շիկանում էր մարտյան արի տակ։ Հյուսիսային պողոտան բաբախում էր այս ու այն կողմ վազող հազարավոր մարդկանց խելահեղ ռիթմով, որոնցից յուրաքանչյուրն իր հետ տանում էր իր երազանքները, իր տագնապները, իր անհետաձգելի պարտավորությունները։ Հայելային ապակիներով մի գործարար շենքի 23-րդ հարկում, որտեղ քաղաքի աղմուկը հասնում էր միայն որպես հեռավոր շունչ, գործում էր Մանուկյան Գրիգորյան կառուցապատող ընկերությունը, մի հեղինակավոր կազմակերպություն, որի անվան տակ կառուցվում էին մայրաքաղաքի ամենացանկալի նախագծերից մի քանիսը։ Հենց այնտեղ էր Գագիկ Մանուկյանն անցկացնում իր օրերի մեծ մասը։ 32 տարեկանում նա իր ուսերին էր կրում հարգված ազգանվան ծանրությունն ու այն ժառանգությունը շարունակելու պատասխանատվությունը, որը հայրը կերտել էր տասնամյակների ընթացքում։ Գագիկը մանրակրկիտ էր, կազմակերպված, գրեթե մոլուցքային մանրուքների հանդեպ։ Նրա առավոտները միշտ սկսվում էին նույն կերպ, սուրճ առանց շաքարի, նախագծերի աղյուսակների վերանայում, հանդիպումներ տեխնիկական թիմի հետ, առաջադրանքների ցուցակ, որը նա կատարում էր շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ։ Գագիկի համար վերահսկողությունը հաջողության հոմանիշն էր։ Իսկ հաջողություն նա ուներ։ Բայց նա մենություն։ Թե ամբողջ օրը շրջապատված էր մարդկանցով, նա ապրում էր զգացմունքային կղզում։ Ոչ թե իր ընտրությամբ, այլ հետանքով։ Տարիների ընթացքում նա սովորել էր, որ զգացմունքային կապվածությունը վտանգավոր շեղում է, որը կարող է շեղել ուշադրությունը, վտանգել արդյունքները։ Այդ պատճառով բոլորին պահում էր անվտանգ հեռավորության վրա։ Քաղաքավարի, միշտ։ Սիրալիր, անկասկած։ Բայց հեռու։ Քարտուղարուհին թակեց նրա ապակե գրասենյակի դուռը, ներս մտավ, ձեռքին պանակ։ Պարոն Մանուկյան, նախագծերի նոր ղեկավարը եկել է։ Ընդունարանում է։ Գագիկը հայացքը կտրեց համակարգչի էկրանից, գլխով արեց։ Կարող եք խնդրել, որ սպասի խորհրդակցությունների սենյակում։ 5 րոպեից այնտեղ կլինեմ։ Նա ավարտեց վերջին նախահաշվի ստուգումը, ուղղեց փողկապը, բաց գույնի հատակով միջանցքով քայլեց դեպի խորհրդակցությունների սենյակ։ Դուռը բացելով նա տեսավ մեջքով կանգնած մի կնոջ, որը պատուհանից դիտում էր քաղաքի տեսարանը։ Նա հագել էր համեստ, բայց էլեգանտ գործնական կոստյում, թի տակ պահում էր սպանակ։ Երբ կինը շրջվեց, Գագիկը տարօրինակ բան զգաց, սրտի ռիթմի թեթ խախտում, կարծես այդ դեմքի մեջ ինչ-որ բան արթնացրել էր իր մի մասը, որը չափազանց երկար քնած էր։ Բարի օր։ Գագիկ Մանուկյան։ Բարի գալուստ մեր թիմ։ Նա ձեռքը մեկնեց, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը։ Բարի օր։ Նարինե Վարդանյան։ Ուրախ եմ այստեղ լինել։ Նրա ձայնը հաստատուն էր, բայց նուրբ քաղցրությամբ լի։ Ձեռքսեղմումը կարճ էր, բայց վստահ։ Նարինեն ուներ արտահայտիչ շագանակագույն աչքեր, ցածր հավաքած մազեր, վստահություն ներշնչող կեցվածք։ Նրա մեջ կար մի բան, որը չէր տեղավորվում կորպորատիվ աշխարհի սառը չափանիշների մեջ։ Նա չափազանց մարդկային էր թվում այդ ապակու բետոնի միջավայրի համար։ Գագիկը մատնացույց արեց աթոռը, նստեց սեղանի մյուս կողմում։ Ստացել եմ ձեր ինքնակենսագրականը։ Տպավորիչ է։ 5 տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում, միջազգային հավաստագրեր, աշխատանք խոշոր ընկերություններում։ Ինչն է ձեզ բերել մեզ մոտ։ Նարինեն թեթակի ժպտաց, բայց դա սոցիալական ժպիտ չէր։ Անկեղծ էր։ Անկեղծ ասած, հոգնել էի այնպիսի վայրերում աշխատելուց, որտեղ մարդիկ ընդամենը թվեր են աղյուսակներում։ Կարդացել եմ Մանուկյան Գրիգորյանի փիլիսոփայության մասին, այն մասին, թե ինչպես եք դուք մտահոգվում նախագծերի սոցիալական ազդեցությամբ, կայունությամբ, այն մարդկանց կյանքով, ովքեր ապրելու են մեր նախագծած տարածքներում։ Մտածեցի, որ գուցե այստեղ կարողանամ իսկապես ինչ-որ բան փոխել։ Գագիկը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Այդ պատասխանը նրան անակնկալի բերեց։ Թեկնածուների մեծ մասը խոսում էր աշխատավարձի, կարիերայի հեռանկարների, աճի հնարավորությունների մասին։ Նարինեն խոսում էր նպատակի մասին։ Հուսով եմ, դուք դա կգտնեք այստեղ, Նարինե։
Բայց չեմ ստի։ Ռիթմը լարված է, ճնշումը բարձր, ոչ միշտ է ստացվում ամեն ինչ անել իդեալական ձով։ Երբեմն շուկան մեզ ստիպում է դժվար ընտրություններ կատարել։ Նա ուղիղ նայեց նրա աչքերին, առանց հայացքը թաքցնելու։ Ես կատարելություն չեմ ակնկալում, պարոն Մանուկյան։ Ես ակնկալում եմ փորձ։ Իսկ դա, որքանով ես մինչ այժմ տեսել եմ, դուք ունեք։ Հանդիպումն ավարտվեց գործնական մանրամասներով, ժամեր, առաջնահերթ նախագծեր, օժանդակ թիմ։ Նարինեն պատասխանատու էր լինելու Երանի Դավթաշեն թաղամասում նոր բնակելի համալիրի մշակումը համակարգելու համար, մի նախագիծ, որը Գագիկը ռազմավարական էր համարում ընկերության համար։ Դա մեծ խաղադրույք էր նոր եկած մեկի համար, բայց նրա մեջ ինչ-որ բան Գագիկին ստիպում էր հավատալ, որ նա կհաղթահարի։ Օրերն անցան, Նարինեն արագորեն ինտեգրվեց ընկերության առօրյային։ Նա ճշտապահ էր, կազմակերպված, չափազանց նվիրված։ Բայց ամենաշատը ուշադրություն էր գրավում այն, թե ինչպես էր նա շփվում մարդկանց հետ։ Գիտեր յուրաքանչյուր աշխատակցի անունը, սկսած փորձնակից մինչ ֆինանսական տնօրեն։ Կանգնում էր զրուցելու, հարցնում էր, ինչպես են, հիշում էր ուրիշների կյանքի մանրամասները։ Սառը պաշտոնական միջավայրը վերածում էր մի փոքր ավելի մարդկային վայրի։ Գագիկը այս ամենը դիտում էր հեռվից։ Կամ փորձում էր դիտել հեռվից։ Որովհետև իրականում նրա աչքերը Նարինեին փնտրում էին ավելի հաճախ, քան նա կցանկանար խոստովանել։ Երբ նա մտնում էր խորհրդակցությունների սենյակ, Գագիկը կորցնում էր մտքի թելը։ Երբ նա զեկույց էր ներկայացնում, Գագիկը բռնում էր իրեն նրա ձայնի տոնին ավելի շատ ուշադրություն դարձնելիս, քան բուն տեղեկատվությանը։ Երբ նա ծիծաղում էր որե գործընկերոջ կատակից, Գագիկը անբացատրելի սեղմում էր զգում կրծքում։ Եվ դա նրան խորապես անհանգստացնում էր։ Նա սովոր չէր կորցնել վերահսկողությունը։ Իսկ Նարինեն, բացարձակապես ոչինչ չանելով, բացի լինելուց այն, ինչ կա, խարխլում էր նրա բոլոր համոզմունքները։ Մի ուրբաթ երեկոյան, երբ ժամը արդեն 8-ն անց էր, աշխատակիցների մեծ մասը լքել էր գրասենյակը, Գագիկը դեռ իր սենյակում էր, վերանայում էր պայմանագրերը։ Նա քայլերի ձայն լսեց միջանցքում, հայացքը բարձրացնելով, տեսավ Նարինեին, որը ներս էր մտնում, ձեռքին սուրճի բաժակ, դեմքին հոգնածության արտահայտություն։ Դեռ այստեղ եք, հարցրեց նա, հենվելով դռան շրջանակին։ Նույն հարցը կարող էի տալ։ Նարինեն հոգոց հանեց ներս մտավ, նստելով նրա սեղանի դիմացի աթոռին։ Ավարտում եմ Դավթաշենի նախագծի ժամանակացույցը։ Ուզում եմ երկուշաբթի ամեն ինչ ներկայացնել, բայց խոստովանում եմ, որ մի տեխնիկական հարցում կասկածում եմ։ Մի քանի րոպե ունեք օգնելու։ Գագիկը գլխով արեց, նա մոտեցավ, բացելով նոութբուքը։ Երկուսով կողք կողքի կանգնեցին, կրացած էկրանի վրա, քննարկելով ժամկետներ, ծախսեր, մատակարարներ։ Մոտիկությունը անխուսափելի էր։ Գագիկը զգում էր նրա օգտագործած նուրբ օծանելիքի բույրը, նարդոսի ինչ-որ ցիտրուսայինի խառնուրդ։ Լսում էր նրա շնչառությունը, հանգիստ հավասարաչափ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ մենակ չէ։ Հենց այդ պահին Նարինեի հեռախոսը զանգեց։ Նա նայեց էկրանին, դեմքով մի պահ անցավ զայրույթի արտահայտություն, նախքան զանգն անջատելը, առանց պատասխանելու։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց Գագիկը, նկատելով փոփոխությունը։ Այո։ Ուղղակի մեկը չափազանց համառ է։ Գագիկը մի բանի խայթոց զգաց, որն ի սկզբանե չկարողացավ բացահայտել։ Խանդ։ Ոչ, դա անհեթեթ կլիներ։ Նա հազիվ էր ճանաչում նրան։ Բայց ճշմարտությունն այն էր, որ այն միտքը, թե ինչ-որ մեկը զանգում է նրան, ինչ-որ մեկը, որը նրան անհանգստացնում է կամ ունի որոշակի մտերմություն, անսպասելի կերպով ազդեց նրա վրա։ Եթե ինչ-որ մեկը ձեզ անհանգստացնում է, կարող եք արգելափակել համարը։ Նարինեն ցածրաձայն ծիծաղեց։ Արդեն փորձել եմ։ Նա միշտ միջոց է գտնում վերադառնալու։ Նա։ Այո։ Նախկին ընկերս։ Կարծում է, թե դեռ իրավունք ունի իմ կյանքի վրա։ Գագիկը զգաց, թե ինչպես լարվեց ծնոտը։ Ոչ ոք իրավունք չունի տնօրինելու ձեր կյանքը, Նարինե։ Առավելս մեկը, ով չի իմացել գնահատել այն, ինչ ունեցել է։ Բառերը դուրս թռան, նախքան նա կհասցներ զդել դրանք։ Նարինեն զարմացած նայեց նրան։ Մի կարճ պահ նրանց միջ լռությունը լցվեց չասված ինչ-որ բանով։ Վտանգավոր բանով։ Շնորհակալ եմ, ասաց նա ցածրաձայն։ Գագիկը հայացքը փախցրեց, փորձելով վերականգնել ինքնատիրապետումը։
Դա ճիշտ է։ Եվ եթե նա շարունակի ձեզ անհանգստացնել, ինձ տեղյակ պահեք։ Կարող եմ որոշ միջոցներ ձեռնարկել։ Նարինեն ժպտաց, բայց այս անգամ դա այլ ժպիտ էր։ Ժպիտ, որը կարծես ճանաչեց մի բան, որը Գագիկը դեռ փորձում էր հերքել ինքն իրեն։ Նրանք վերադարձան աշխատանքին, բայց մթնոլորտը փոխվել էր։ Ամեն անգամ, երբ նրանց ձեռքերը դիպչում էին ստեղնաշարի վրա, ամեն անգամ, երբ նրանց ուսերը թեթակի հպվում էին, լարվածությունը մեծանում էր։ Գագիկը փորձում էր կենտրոնանալ թվերի, աղյուսակների, հանձնման ժամկետների վրա։ Բայց նրա միտքը այլ տեղ էր։ Նրա մոտ էր։ Երբ վերջապես ավարտեցին, ժամը արդեն 10-ն անց էր։ Նարինեն փակեց նոթբուքը, հոգնած շփեց աչքերը։ Վերջ։ Կարծում եմ, կարողացանք ամեն ինչ լուծել։ Շնորհակալ եմ օգնության համար, Գագիկ։ Դա առաջին անգամն էր, որ նա նրան անունով էր դիմում։ Եվ դա լսելը նրա շուրթերից տարօրինակ բան արեց նրա ներսում։ Խնդրեմ։ Հաճելի էր ձեզ հետ աշխատել։ Նարինեն վեր կացավ, քայլեց դեպի դուռը։ Բայց դուրս գալուց առաջ շրջվեց։ Գագիկ։ Այո։ Դուք այլ եք, քան ես պատկերացնում էի։ Ինչպես թե։ Մտածում էի, որ դուք ընդամենը շահույթով տարված հերթական գործադիր տնօրենն եք։ Բայց դուք հոգ եք տանում։ Իսկապես։ Դա նկատելի է։ Գագիկը մնաց առանց խոսքերի։ Ոչ ոք երբեք նրան դա չէր ասել։ Ոչ ոք երբեք չէր տեսել այն դիմակի տակ, որը նա այդքան խնամքով կառուցել էր։ Շնորհակալ եմ, միայն դա կարողացավ ասել։ Նարինեն ժպտաց դուրս եկավ։ Գագիկը մենակ մնաց դատարկ գրասենյակում, նայելով այն դռանը, որով նա դուրս էր եկել։ Նրա ներսում ինչ-որ բան փոխվել էր։ Եվ նա գիտեր մի համոզմունքով, որը միաժամանակ սարսափելի էր ազատագրող, որ այլս ոչինչ առաջվանը չի լինի։ Հաջորդ օրերին Գագիկը փորձեց հեռավորություն պահպանել։ Նորից ապաստանեց հանդիպումների, զեկույցների, կաղապարված առօրյայի հետում։ Բայց Նարինեն ուներ ամենաանսպասելի պահերին հայտնվելուց մի արագ հարց նախագծի մասին։ Մի մեկնաբանություն եղանակի մասին։ Միջանցքում անցողիկ ժպիտ։ Փոքր բաներ, որոնք գումարվելով քայքայում էին այն պաշտպանական պատերը, որոնք նա կառուցել էր տարիների ընթացքում։ Եվ հետո եկավ երկրորդ ուրբաթը։ Կրկին, երկուսով մնացին մինչ ուշ գրասենյակում։ Այս անգամ հրատապ նախագիծ չկար։ Պարզապես զուգադիպություն։ Կամ գուցե զուգադիպություն չէր։ Գուցե ճակատագիր էր։ Գագիկը Նարինեին գտավ խոհանոցում, թեյ պատրաստելիս։ Նա հենվել էր սեղանին, հայացքը կորցրած պատուհանից դուրս, դիտելով ներքում լուսավորված քաղաքը։ Կարող եմ ընկերակցել, հարցրեց նա։ Իհարկե։ Գագիկը բաժակ վերցրեց իր համար, սուրճ լցրեց։ Մի քանի րոպե կողք կողքի լուռ կանգնեցին։ Դա հարմարավետ, բայց լարված լռություն էր։ Դուք մեկին ունեք, Գագիկ։ Հարցը հնչեց հանկարծակի, ուղիղ, առանց նախաբանների։ Ինչպես թե։ Մեկը, ով ձեզ տանը սպասում է։ Մեկը, ով անհանգստանում է, եթե ուշ եք գալիս։ Գագիկը չոր ծիծաղեց։ Ոչ։ Ոչ ոքի չունեմ։ Ինչո՞վ։ Նա վարանեց։ Կարող էր տալ սովորական պատասխանը, այն մեկը, որը մարդկանց հեռու էր պահում։ Բայց Նարինեի հետ զգում էր, որ կարող է անկեղծ լինել։ Որովհետև սովորել եմ, որ հարաբերություններն անկանխատեսելի են։ Իսկ ես չեմ սիրում անկանխատեսելիությունը։ Նարինեն շրջվեց դեպի նա, աչքերը լի խորը հասկացողությամբ։ Կյանքն անկանխատեսելի է, Գագիկ։ Դուք կարող եք փորձել ամեն ինչ վերահսկել, բայց վերջում միշտ կլինի մի բան, որը դուրս կմնա։ Եվ գուցե հենց դրանում է գեղեցկությունը։ Նա նայեց նրան։ Սիրտը չափազանց ուժեղ էր բաբախում։ Շնչառությունը խառնվել էր։ Եվ հետո առանց մտածելու, առանց պլանավորելու, առանց իր վրա որևէ վերահսկողություն ունենալու, Գագիկը մի քայլ առաջ արեց, համբուրեց նրան։ Դա լարված համբույր էր, լի այն ամենով, ինչ նա ճնշում էր։ Նարինեն մի քանի վայրկյան պատասխանեց, կորած այդ պահի մեջ, բայց հետո հեռացավ, լայն բացված աչքերով։ Գագիկ, չի կարելի։ Ինչո՞վ։ Որովհետև դուք իմ ղեկավարն եք։ Որովհետև դա կարող է ամեն ինչ բարդացնել։
Որովհետև ես չեմ ուզում, որ ինձ տեսնեն որպես մեկի, ով օգտվել է իրավիճակից։ Ես ձեզ այդպես չեմ տեսնում։ Երբեք չէի տեսնի։ Բայց մյուսները կտեսնեն։ Նա վերցրեց պայուսակը, շտապ դուրս եկավ, Գագիկին մենակ թողնելով խոհանոցում, համբույրի համը դեռ շուրթերին խառը զգացմունքների փոթորիկ կրծքում։ Նա կորցրել էր վերահսկողությունը։ Եվ կյանքում առաջին անգամ չգիտեր, ինչպես այն վերականգնել։ Այդ համբույրը փոխեց ամեն ինչ։ Փոխեց, թե ինչպես էին նրանք իրար նայում, փոխեց, թե ինչպես էին իրարից խուսափում, փոխեց նրանց միջ լռության կշիռը։ Գագիկը չէր կարողանում դադարել մտածել Նարինեի մասին։ Նրա շուրթերի, այն հայացքի, որով նա նայեց իրեն գնալուց առաջ, այն խոցելիության մասին, որը նա ցույց էր տվել։ Նարինեն, իր հերթին, նույնպես շփոթված էր։ Գրավչություն էր զգում Գագիկի հանդեպ, դա անհերքելի էր։ Բայց վախենում էր։ Վախենում էր դատվելուց, վախենում էր կորցնելուց այն հեղինակությունը, որի համար այդքան պայքարել էր, վախենում էր վիրավորվելուց։ Եվ այսպես ցանկության վախի միջ, այն ինչ զգում էին, այն ինչ կարծում էին, թե պետք է զգան, երկուսով սկսեցին կառուցել մի անդունդ, որը թվում էր անանցանելի։ Բայց ճակատագիրը, ինչպես Նարինեն էր ասել, անկանխատեսելի է։ Եվ այս պատմությունը դեռ նոր էր։ Սկսվում։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Հանգստյան օրերը տանջալի էին Գագիկի համար։ Շաբաթն ու կիրակին ձգվեցին տարիների պես։ Նա փորձեց շեղվել աշխատանքով, մարզասրահով, ցանկացած բանով, որը Նարինեին կհաներ մտքից։ Բայց ապարդյուն էր։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր նրա դեմքը։ Ամեն անգամ, երբ հեռախոսը զանգում էր, հույս ուներ, որ նա է։ Եվ ամեն անգամ, երբ նա չէր, հիասթափությունը մի փոքր ավելի էր ցավեցնում։ Երկուշաբթի առավոտյան նա բոլորից շուտ հասավ գրասենյակ։ Մտովի պատրաստվեց նրան տեսնելուն։ Փորձեց, թե ինչ կասի, ինչպես կպահի իրեն, ինչպես կփորձի ուղղել իր արած վնասը։ Բայց երբ Նարինեն եկավ, նա պարզապես քաղաքավարի գլխով արեց անցավ իր սենյակ։ Հերու։ Պրոֆեսիոնալ։ Անմատչելի։ Գագիկը զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը։ Նա հատել էր մի գիծ, հիմա վճարում էր դրա գինը։ Հաջորդ օրերը նշանավորվեցին սառը քաղաքավարությամբ։ Հանդիպումներին Նարինեն ակտիվորեն մասնակցում էր, ներկայացնում անթերի զեկույցներ, հմտորեն քննարկում ռազմավարություններ։ Բայց խուսափում էր ուղիղ նրա աչքերին նայելուց։ Խուսափում էր նրա հետ մենակ մնալուց։ Խուսափում էր ցանկացած իրավիճակից, որը կարող էր վերստեղծել այն ուրբաթվա մտերմությունը։ Գագիկը իր հերթին հարգում էր նրա դրած հեռավորությունը։ Բայց մինույն ժամանակ նրա ներսում ինչ-որ բան հրաժարվում էր հանձնվել։ Ոչ թե որովհետև համառ էր կամ հպարտ, այլ որովհետև կյանքում առաջին անգամ նա իրական բան էր զգացել։ Իսկ իրականը հեշտությամբ չէր գտնվում։ Հենց այդ ժամանակ նա որոշեց այլ կերպ գործել։ Ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Եթե Նարինեն չէր ուզում խոսել, նա ժեստերի միջոցով ցույց կտար, որ իր զգացմունքներն անկեղծ են։ Մի երեքշաբթի ցերեկը Նարինեն իր սեղանին գտավ սպիտակ խոլորձներով փոքրիկ ծաղկաման։ Ոչ բացիկ կար, ոչ ստորագրություն։ Միայն ծաղիկները։ Նա շփոթված գիտեց հոնքերը։ Խոլորձները նրա սիրելիներն էին։ Նա դա պատահաբար նշել էր միջանցքում զրույցի ժամանակ շաբաթներ առաջ, երբ ինչ-որ մեկը հարցրել էր տարածքների ձևավորման մասին։ Ինքն էլ չէր հիշում, որ նշել էր։ Բայց ինչ-որ մեկը հիշում էր։ Հինգշաբթի օրը, ստուգելով իր էլեկտրոնային նամակները, Նարինեն նվիրատվության ծանուցում տեսավ։ Կենդանիների ապաստարանը, որտեղ նա հանգստյան օրերին կամավորական աշխատանք էր կատարում, զգալի անանուն նվիրատվություն էր ստացել։ Կեր, դեղորայք, մաքրող միջոցներ։ Այն ամենը, ինչի պակասի մասին նա խոսել էր։ Նարինեն զգաց, թե ինչպես արագացավ սրտի զարկերը։ Չէր կարող զուգադիպություն լինել։ Հաջորդ օրը, գրասենյակից դուրս գալիս, նա հաղորդագրություն գտավ հեռախոսում։ Դա Կարինեից էր, իր լավագույն ընկերուհուց համալսարանական տարիներից։ Նարինե, չես հավատա։ Ստացա այն հարցազրույցը, որին ամիսներ շարունակ փորձում էի հասնել։ Սոցիալական բնակարանաշինության ՀԿ-ի տնօրենի հետ։ Եվ դա քո ծանոթներից մեկի երաշխավորությամբ էր։ Գագիկ Մանուկյան։ Նա անձամբ է զանգել, խորհուրդ տալով իմ աշխատանքը։
Նարինեն 3 անգամ կարդաց հաղորդագրությունը։ Գագիկը գիտեր, որ Կարինեն հետաքննող լրագրող է։ Գիտեր, որ նա փորձում է լուսաբանել բնակարանաշինության հետ կապված սոցիալական նախագծեր։ Գիտեր, որովհետև Նարինեն անցողիկ նշել էր դրա մասին ընկերությունում ճաշի ժամանակ անկաշկանդ զրույցի ընթացքում։ Նա ոչ միայն ուշադրություն էր դարձնում։ Նա պահում էր յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր խոսք, նրա կյանքի յուրաքանչյուր բեկոր։ Նարինեն հենվեց վերելակի պատին, փակեց աչքերը։ Ինչ էր անում Գագիկը։ Ինչու էր անում։ Արդյոք դա մանիպուլյացիա էր։ Թե ինչ-որ ավելի խորը, ավելի անկեղծ բան։ Հաջորդ երկուշաբթի Նարինեն քաջություն հավաքեց, թակեց նրա գրասենյակի դուռը։ Գագիկը հեռախոսով էր խոսում, բայց տեսնելով նրան, արագ ավարտեց զրույցը։ Ներս եկեք, խնդրեմ։ Նարինեն ներս մտավ, փակեց դուռը իր հետից։ Կանգնեց, ձեռքերը խաչած, փորձելով պահպանել ինքնատիրապետումը։ Ծաղիկները։ Նվիրատվությունը։ Կարինեի երաշխավորությունը։ Դուք էիք, այնպես չէ՞։ Գագիկը հայացքը չթաքցրեց։ Պարզապես գլխով արեց։ Ես էի։ Ինչո՞վ։ Որովհետև ես ձեզ լսում էի, Նարինե։ Եվ որովհետև, երբ դու իսկապես սիրում ես մեկին, ուշադրություն ես դարձնում։ Մեծ բաներին, փոքրերին։ Հատկապես փոքրերին։ Նարինեն նստեց նրա դիմացի աթոռին, սիրտը անկանոն բաբախում էր։ Գագիկ, ես չգիտեմ, ինչ մտածել այս ամենի մասին։ Չգիտեմ, դա ռոմանտիկ է, թե սարսափեցնող, ավարտեց նա տխուր կիսաժպիտով։ Ես հասկանում եմ։ Բայց ես չեմ փորձում ձեզ ճնշել, Նարինե։ Պարզապես փորձում եմ ցույց տալ, որ այն համբույրը սխալ չէր։ Գոնե ինձ համար։ Դա ամենաճիշտ բանն էր, որ արել եմ երկար ժամանակ։ Եվ ինչ եք ակնկալում, որ ես անեմ դրա հետ։ Ոչինչ։ Ոչինչ չեմ ակնկալում։ Պարզապես ուզում էի, որ դուք իմանայիք, որ ես ձեզ տեսնում եմ։ Իսկապես։ Ոչ որպես աշխատակցի, ոչ որպես նախագծերի ղեկավարի։ Ես տեսնում եմ այն կնոջը, ով անհանգստանում է լքված կենդանիների համար, ով օգնում է ընկերուհուն, նույնիսկ երբ հոգնած է, ով այս մոխրագույն վայրը վերածում է մի տարածքի, որտեղ մարդիկ իրենց տեսանելի են զգում։ Ես ձեզ տեսնում եմ, Նարինե։ Նրա խոսքերը արձագանքեցին նրա ներսում, զինաթափելով բոլոր պաշտպանական պատերը, որոնք նա կառուցել էր։ Նարինեն զգաց, թե ինչպես այրվեցին աչքերը։ Խորը շունչ քաշեց։ Ես էլ ձեզ եմ տեսնում, Գագիկ։ Եվ դա ինձ վախեցնում է։ Որովհետև եթե ես ինձ թույլ տամ զգալ այն, ինչ զգում եմ, ամեն ինչ կարող է բարդանալ։ Մարդիկ կխոսեն։ Կկասկածի տակ կդնեն իմ կարողությունները։ Կասեն, որ ես այստեղ եմ միայն ձեր շնորհիվ։ Կարծում եք, ինձ հետաքրքիր է, թե մարդիկ ինչ կասեն։ Բայց ինձ հետաքրքիր է։ Իմ կարիերան, իմ հեղինակությունը, այն ամենը, ինչ ես մինչ այժմ կառուցել եմ, կարող է փլուզվել։ Գագիկը վեր կացավ, շրջանցեց սեղանը, կանգնելով նրա դիմաց։ Բայց հեռավորություն պահեց, հարգելով նրա տարածքը։ Նարինե, եթե դուք չուզենաք շարունակել սա, ես կհասկանամ։ Եվ կհարգեմ։ Բայց ոչ թե որովհետև վախենում եմ, թե ուրիշներն ինչ կմտածեն, այլ որովհետև ես հարգում եմ ձեզ։ Իսկ հարգել մեկին նշանակում է ընդունել նրա ընտրությունները, նույնիսկ երբ դա ցավեցնում է։ Նարինեն նույնպես վեր կացավ։ Երկուսով կանգնեցին այնտեղ, մի քանի քայլ հեռավորության վրա, նրանց միջ զգացմունքային անդունդով։ Ինչ ժամանակ է պետք, ասաց նա դողացող ձայնով։ Գագիկը գլխով արեց։ Որքան ժամանակ ձեզ պետք է։ Ես չեմ անհետանա։ Բայց նա ոչինչ չեմ պարտադրի։ Նարինեն գլխով արեց, դուրս եկավ գրասենյակից։ Բայց այս անգամ նա չէր փախչում։ Պարզապես փորձում էր հասկանալ սեփական սիրտը։ Հաջորդ շաբաթների ընթացքում առօրյան վերադարձավ իր հունին։ Կամ գրեթե։ Գագիկը շարունակում էր ուշադիր լինել, բայց սուսպ։ Այլս մեծ ժեստեր չէր անում։ Միայն փոքր բարություններ, որոնք աննկատ էին մնում մյուսների համար, բայց որոնք Նարինեն նկատում էր։ Ճիշտ ժամանակին նրա սեղանին թողած սուրճը։ Հանդիպման ժամանակ անկեղծ գովասանքը։ Աջակցության հայացքը, երբ նա դժվար նախագիծ էր ներկայացնում։ Նարինեն քիչ-քիչ իջեցնում էր պաշտպանական պատերը։
Սկսեց պատասխանել նրա ժպիտներին։ Սկսեց ընդունել թիմի հետ ճաշելու հրավերները, իմանալով, որ նա այնտեղ կլինի։ Սկսեց թույլ տալ, որ մտերմությունը վերադառնա, բայց այլ կերպ։ Ավելի գիտակցված։ Ավելի հասուն։ Հենց այդ ժամանակ շրջապատող աշխարհը սկսեց նկատել։ Դիանան, Նարինեի կրտսեր քույրը, առաջինը նկատեց։ Հանգստյան օրերին զանգի ժամանակ նա մեկնաբանեց. Նարինե, դու փոխվել ես։ Ավելի թեթ ես։ Ինչ-որ բան է պատահել։ Նարինեն վարանեց։ Գուցե։ Բայց բարդ է։ Ինչպես բարդ։ Աշխատանքից մեկն է։ Դիանան մի պահ լռեց։ Ղեկավար թե։ Նարինեն չպատասխանեց, բայց լռությունը բավարար պատասխան էր։ Նարինե, վստահ ես, թե ինչ ես անում։ Այդ տեսակի հարաբերությունները կարող են շատ վատ ավարտվել։ Գիտեմ, Դիան։ Բայց նա այլ է։ Նա բարի է, ուշադիր, հարգում է ինձ։ Այն չէ, ինչ ես պատկերացնում էի։ Դիանան հոգոց հանեց։ Ուղղակի զգույշ եղիր։ Դու շատ ես պայքարել հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա ես։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը դա քեզնից խլի։ Թույլ չեմ տա, խոստացավ Նարինեն։ Բայց Դիանան միակը չէր, որ նկատում էր։ Ընկերությունում հայացքները սկսեցին փոխվել։ Միջանցքներում շշուկներն ավելացան։ Հատկապես այն բանից հետո, երբ Գագիկը Նարինեին հրավիրեց ներկայացնելու ընկերությունը Գյումրիում կայանալիք ճարտարապետության շինարարության ցուցահանդեսին։ Դա օրինական մասնագիտական հնարավորություն էր, բայց չար լեզուները վառելիք գտան։ Ռուբենը, Գագիկի գործընկերը մանկության ընկերը, առաջինը դիմակայեց նրան։ Մի ուրբաթ ցերեկը նա առանց թակելու մտավ Գագիկի գրասենյակ։ Պետք է խոսենք։ Գագիկը հայացքը կտրեց փաստաթղթերից։ Ինչի՞։ Մասին։ Քո Նարինեի մասին։ Գագիկը լարվեց։ Չգիտեմ, ինչի մասին ես խոսում։ Գագիկ, խնդրում եմ։ Ես քեզ 20 տարի է ճանաչում եմ։ Գիտեմ, երբ դու ներգրավված ես։ Եվ գիտեմ, որ դա կարող է խնդիր լինել։ Ինչու՞մ պետք է խնդիր լինի։ Որովհետև նա այստեղ է աշխատում։ Որովհետև մարդիկ խոսում են։ Որովհետև դա կարող է ազդել ընկերության իմիջի վրա։ Գագիկը վեր կացավ, տեսանելիորեն զայրացած։ Միակ բանը, որ ազդում է ընկերության իմիջի վրա, այն մարդկանց բամբասանքներն են, ովքեր այլ անելիք չունեն։ Նարինեն հիանալի մասնագետ է։ Եթե մեր միջ ինչ-որ բան կա, դա չի փոխում նրա աշխատանքը։ Բայց փոխում է մարդկանց ընկալումը նրա աշխատանքի մասին, հակադարձեց Ռուբենը։ Չես տեսնում։ Այն ամենը, ինչ նա այժմ կնվաճի, կասկածի տակ կդրվի։ Իսկ եթե ձեր միջ ամեն ինչ չստացվի, ինչ կլինի։ Գագիկը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել զայրույթը։ Ռուբեն, ես հարգում եմ քո անհանգստությունը։ Բայց դա իմ կյանքն է։ Եվ ես չեմ դադարի ապրել, վախենալով, թե ինչ կարող է պատահել։ Ռուբենը գլուխը թափահարեց դուրս եկավ, տեսանելիորեն դժգոհ։ Այս խոսակցությունը անուղղակի մեկնաբանությունների միջոցով հասավ Նարինեի ականջին։ Նա գիտեր, որ դառնում է քննարկման առարկա գրասենյակում։ Եվ դա նրան խորապես անհանգստացնում էր։ Մի երեկոյան նա փնտրեց Գագիկին։ Պետք է խոսենք։ Մեր մասին։ Այն մասին, թե ինչ է կատարվում։ Գագիկը նրան հրավիրեց դուրս գալ այնտեղից, մի վայր, որտեղ կարող էին զրուցել առանձին։ Գնացին մի համեստ սրճարան, գրասենյակից մի քանի թաղամաս հեռու։ Նստեցին ավելի մեկուսի անկյունում։ Մարդիկ խոսում են, սկսեց Նարինեն։ Մեր մասին։ Եվ դա ազդում է իմ հեղինակության վրա։ Գիտեմ։ Ռուբենը եկել էր ինձ հետ խոսելու։ Եվ ինչ ասացիր նրան։ Որ իմ անձնական կյանքը նրա գործը չէ։ Նարինեն երկար հոգոց հանեց։ Գագիկ, գուցե նա ճիշտ է։ Գուցե սա իսկապես չափազանց բարդ է։ Ասում ես, որ ուզում ես հանձնվել։ Նախքան նույնիսկ փորձելը։ Ասում եմ, որ վախենում եմ։ Վախենում եմ կորցնել այն ամենը, ինչ կառուցել եմ։ Վախենում եմ, որ ինձ կտեսնեն միայն որպես ղեկավարի ընկերուհի։ Վախենում եմ, որ ինձ լուրջ չեն ընդունի։ Գագիկը վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից։
Դա պարզ, բայց իմաստալից ժեստ էր։ Նարինե, ես չեմ կարող խոստանալ, որ հեշտ կլինի։ Չեմ կարող խոստանալ, որ մարդիկ չեն խոսի։ Բայց կարող եմ խոստանալ, որ կհարգեմ քեզ, կաջակցեմ, կպայքարեմ քո կողքին։ Ոչ թե որովհետև դու իմ պայքարի կարիքն ունես, այլ որովհետև, երբ իսկապես սիրում ես մեկին, կանգնում ես նրա կողքին։ Լավ օրերին, դժվար օրերին։ Նարինեն զգաց, թե ինչպես արցունքներ հայտնվեցին։ Առաջին անգամ նա իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, սա կարող է ստացվել։ Ես էլ եմ ուզում փորձել, ասաց նա խեղդված ձայնով։ Բայց մի պայմանով։ Որ մենք դա անենք ճիշտ ձով։ Թափանցիկությամբ։ Առանց թաքցնելու, առանց ստելու։ Եթե լինելու է, թող լինի իսկական։ Գագիկը ժպտաց։ Իսկական, թեթացած, երջանիկ ժպիտով։ Պայմանավորվեցինք։ Եվ այսպես, այն համեստ սրճարանում դատող հայացքներից հեռու, Նարինեն Գագիկը պայման կապեցին։ Ոչ միայն սիրավեպի, այլ գործընկերության։ Հարգանքի։ Միասին դիմակայելու այն ամենին, ինչ առջում էր։ Նրանց հարաբերությունների մասին լուրը արագորեն տարածվեց ընկերությունում։ Որոշ մարդիկ արձագանքեցին անկեղծ աջակցությամբ։ Մյուսները՝ թերահավատությամբ։ Եվ եղան նրանք, ովքեր պարզապես բաց չթողեցին չարախոսելու հնարավորությունը։ Նարինեն այս ամենին դիմակայեց արժանապատվությամբ, պրոֆեսիոնալիզմով։ Շարունակեց բացառիկ արդյունքներ տալ, օրեցօր ապացուցելով, որ իր տեղն այդ ընկերությունում սեփական արժանինքներով է։ Գագիկը, իր հերթին, հստակեցրեց, որ Նարինեն որևէ հատուկ վերաբերմունքի չի արժանանա։ Հանդիպումներին նա մարտահրավերների էր ենթարկվում, ինչպես թիմի ցանկացած այլ անդամ։ Նախագծերում պետք է պաշտպաներ իր գաղափարները ամուր փաստարկներով։ Եվ երբ տարաձայնություններ էին լինում, նրանք պրոֆեսիոնալ կերպով քննարկում էին, առանց անձնական հարաբերությունների միջամտության։ Բայց կորպորատիվ ուշադրությունից հեռու նրանք գեղեցիկ բան էին կառուցում։ Հանգիստ ընթրիքներ թաքնված ռեստորաններում։ Կիրակնօրյա զբոսանքներ այգում։ Խորը զրույցներ երազանքների, վախերի այն ամենի մասին, ինչն իսկապես կարևոր էր։ Գագիկը բացահայտեց, որ շատ բան ունի սովորելու խոցելիության մասին։ Նարինեն բացահայտեց, որ վստահությունը թուլություն չէ։ Եվ մինչ աշխարհը փորձում էր նրանց տեղավորել արկղերի մեջ, նրանք պարզապես շարունակում էին գրել իրենց սեփական պատմությունը։ 3 ամիս անցավ, ինչ Նարինեն Գագիկը որոշեցին բացահայտ ապրել այդ հարաբերությունը։ 3 ամիս բացահայտումների, հարմարեցումների դասերի։ Նրանք այնքան տարբեր էին շատ առումներով։ Նա՝ անկաշկանդ ջերմ։ Նա՝ մեթոդիկ զուսպ։ Բայց հենց այդ տարբերությունների մեջ էին նրանք գտնում հավասարակշռություն։ Նարինեն Գագիկին սովորեցրեց դանդաղել։ Վայելել սուրճն առանց շտապելու։ Նայել երկնքին պարզապես հիանալ մայրամուտով, առանց աղյուսակների կամ ժամկետների մասին մտածելու։ Գագիկը իր հերթին նրա կյանք բերեց մի կայունություն, որի կարիքը նա չգիտեր, որ ուներ։ Մշտական ներկայություն։ Ապահով նավահանգիստ։ Մի ուրբաթ երեկոյան Գագիկը նրան զարմացրեց անսպասելի հրավերով։ Անակնկալ ունեմ քեզ համար։ Էլեգանտ բան հագիր։ Նարինեն նրան նայեց կասկածի հետաքրքրության խառնուրդով։ Էլեգանտ ինչպե՞ս։ Ինչպես հատուկ ընթրիքի համար։ Գագիկ, դու գիտես, որ ինձ թանկարժեք ընթրիքներ պետք չեն երջանիկ լինելու համար։ Գիտեմ։ Բայց ուզում եմ դա անել։ Մեզ համար։ Նա զիջեց, իմանալով, որ վիճելն անօգուտ է։ Գագիկն ուներ այդ վճռական ձը, երբ որոշում էր կայացրել։ Մեքենան նրանց տարավ քաղաքի ամենահեղինակավոր ռեստորաններից մեկը, որը գտնվում էր Ամիրյան փողոցի շրջակայքում գտնվող մի շենքի տանիքում։ Տեսարանը հիասքանչ էր։ Երանը փայլում էր ներքում, լույսերի ծովի պես։ Նրանց ուղեկցեցին պատուհանի մոտ գտնվող ամրագրված սեղանի մոտ։ Նարինեն նստեց, դեռ մտածելով շրջապատող շքեղ միջավայրի մասին։ Անթերի մատուցողներ, նրբաճաշակ ձավորում, հետին պլանում դաշնակահար։ Այս ամենը կարծես ֆիլմից լիներ։ Գագիկ, այս ամենը գեղեցիկ է, բայց ինչու այսքան բեմադրություն։ Նա վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից, հայացքը հառաց նրան։ Որովհետև ուզում եմ, որ աշխարհն իմանա։ Ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, որ դու ինձ համար կարևոր ես ոչ միայն մասնագիտորեն։ Դու ինձ համար կարևոր ես բոլոր առումներով։
Եվ ես չեմ վախենում դա ցույց տալ։ Այդ պահին Նարինեն նկատեց, որ կային զուսպ լուսարձակումներ։ Լուսանկարիչներ։ Պապարացիներ։ Գագիկը դիտմամբ էր ընտրել այդ վայրը։ Ոչ թե ցուցամոլության, այլ դիրքորոշման համար։ Նա հրապարակայնորեն հայտարարում էր իրենց հարաբերությունների մասին։ Դու սա պլանավորել էիր, ասաց նա, դա հարց չէր։ Պլանավորել էի։ Որովհետև հոգնել եմ թաքնվելուց։ Հոգնել եմ շշուկներից։ Ուզում եմ, որ դու իմ կողքին քայլես գլուխդ բարձր։ Եվ դրա համար աշխարհը պետք է իմանա, որ մենք միասին ենք։ Նարինեն զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը հուզմունքից։ Ոչ ոք երբեք նրա համար նման բան չէր արել։ Ոչ ոք երբեք նրան այդքան վճռականությամբ հպարտությամբ չէր յուրացրել։ Շնորհակալ եմ, միայն դա կարողացավ ասել։ Հաջորդ օրը լուսանկարները հայտնվեցին որոշ բամբասանքների բլոգներում գործարար նորությունների կայքերում։ Գագիկ Մանուկյանը, Երանի ամենախոստումնալից գործարարներից մեկը, պաշտոնապես հարաբերությունների մեջ էր։ Արձագանքները խառն էին։ Ոմանք շնորհավորեցին։ Մյուսները ենթադրություններ արեցին։ Բայց Գագիկն ու Նարինեն որոշեցին, որ այս ամենին ուշադրություն չեն դարձնի։ Հաջորդ քայլը, սակայն, էլ ավելի կարևոր էր։ Եվ սարսափելի։ Ծանոթանալ ընտանիքի հետ։ Նարինեն պարզ ընտանիքից էր։ Նրա հայրը, պապի Արմենը, թոշակառու էր, նախկին շինարար։ Մամա Սոնան, նրա մայրը, դերձակուհի էր։ Ապրում էին Շենգավիթ թաղամասում գտնվող փոքր, բայց հարմարավետ տանը։ Կրտսեր քույրը Դիանան ապրում էր ծնողների հետ, մինչ ավարտում էր մանկավարժական համալսարանը։ Երբ Նարինեն ասաց, որ Գագիկին տանելու է ընտանիքի հետ ծանոթանալու, արձագանքն անմիջապես եղավ։ Վստահ ես, աղջիկս, հարցրեց մամա Սոնան հեռախոսով, ձայնը լի անհանգստությամբ։ Այդ տղան այլ աշխարհից է։ Իսկ եթե նա մտածի, որ մենք իրեն արժանի չենք։ Մամ, նա այդպիսին չէ։ Նա ձեզ կսիրի։ Բայց մայրը լիովին համոզված չէր։ Իսկ Դիանան միշտ ավելի ուղղակի, հստակ ասաց. Նարինե, ես ուղղակի չեմ ուզում տեսնել, թե ինչպես ես դու տանջվում։ Նրա նման տղամարդիկ սովոր են կյանքի որոշակի մակարդակի։ Իսկ մենք այն ենք, ինչ միշտ եղել ենք։ Պարզ։ Ազնիվ։ Աշխատասեր։ Բայց պարզ։ Եվ դրանում ոչ մի վատ բան չկա, Դիան։ Գագիկը գիտի, թե որտեղից եմ ես։ Եվ նա հարգում է ինձ հենց դրա համար։ Գագիկը, իր հերթին, նույնպես նյարդայնանում էր։ Կյանքում առաջին անգամ նա ծանոթանալու էր մեկի ընտանիքի հետ, ում իսկապես սիրում էր։ Եվ ուզում էր լավ տպավորություն թողնել։ Ոչ թե իմիջի համար, այլ որովհետև գիտեր, թե որքան կարևոր է ընտանիքը Նարինեի համար։ Շաբաթ ցերեկը նրանք կայանեցին մեքենան Նարինեի ծնողների տան դիմաց։ Դա մեկ հարկանի տուն էր, առջում այգի, խնամված, ներկված սպիտակ, կապույտ մանրամասներով։ Գագիկը իջավ մեքենայից, օգնեց Նարինեին դուրս գալ։ Նա նկատեց, որ նրա ձեռքը թեթակի դողում է։ Նյարդայնանում ես, հարցրեց նա ժպիտով։ Մի քիչ։ Հանգստացիր։ Ծնողներս քեզ կսիրեն։ Դուռը բացվեց նախքան նրանք կհասցնեին թակել։ Մամա Սոնան հայտնվեց, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Նա 50 անց մի կին էր, մոխրագույն մազերը հավաքած ցածր կոսով, քաղցր արտահայտիչ աչքերով, ճիշտ ինչպես Նարինեինը։ Ներս եկեք։ Դրսում մի մնացեք։ Նարինեն գրկեց մորը, ապա Գագիկին քաշեց ձեռքից։ Մամ, սա Գագիկն է։ Գագիկը ձեռքը մեկնեց, բայց մամա Սոնան անտեսեց ժեստը նրան քաշեց ջերմ գրկախառնության մեջ։ Այստեղ պաշտոնականություններ չկան, տղաս։ Այստեղ ամեն ինչ գրկախառնությամբ է։ Գագիկը ծիծաղեց, զինաթափված նրա անկեղծ պարզությունից։ Շատ հաճելի է, տիկին Սոնա։ Դուք գեղեցիկ տուն ունեք։ Ահ, պարզ է, բայց մերն է։ Արի մյուսներին ծանոթացնեմ։ Նրանք մտան հյուրասենյակ, որտեղ պապի Արմենը հեռուստացույցով ֆուտբոլ էր դիտում։ Նա լայնաթիք, կոշտացած ձեռքերով, արից աշխատանքից կոփված դեմքով տղամարդ էր։ Տեսնելով Գագիկին, վեր կացավ ձեռքը մեկնեց։ Ուրեմն դու ես այդ Գագիկը։ Շատ եմ լսել քո մասին։ Հուսով եմ, լավ բաներ, պարոն։ Պապի Արմենը կիսաժպտաց։
աղջիկս լավ է խոսում։ Բայց ես, որպես հայր, կդատեմ իմ տեսածով։ Նստիր։ Գագիկը նստեց բազմոցին, մինչ Նարինեն գնաց օգնելու մորը խոհանոցում։ Դիանան շուտով հայտնվեց, Գագիկին դիտելով վերլուծական հայացքով։ Նա նման էր Նարինեին, բայց ավելի զուսպ, ավելի կասկածամիտ տեսքով։ Բար։ Ես Դիանան եմ։ Գագիկը վեր կացավ բարեց նրան։ Հաճելի է։ Նարինեն շատ է խոսում քո մասին։ Այնպես։ Եվ ինչ է խոսում։ Որ դու խելացի ես, նվիրված պաշտպանող։ Դիանան ժպտաց, բայց դա զգուշավոր ժպիտ էր։ Պաշտպանությունը կրտսեր քրոջ փաթեթի մասն է։ Ինչ որ մեկը պետք է հոգ տանի նրա մասին։ Ես էլ եմ ուզում հոգ տանել նրա մասին, ասաց Գագիկը։ Եթե նա թույլ տա, իհարկե։ Դիանան գլխով արեց, բայց այլս ոչինչ չասաց։ Գագիկը հասկացավ, որ նրա վստահությունը շահելը ժամանակ կպահանջի։ Մամա Սոնան բոլորին հրավիրեց սեղանի շուրջ։ Ուտելիքը առատ էր տնական։ Խորոված, կարտոֆիլ, թարմ աղցան, լավաշ։ Գագիկը զգաց բույրը ժպտաց։ Տարիներ էին անցել, ինչ նա այդքան անկեղծ տնական ուտես չէր կերել։ Հուսով եմ կհավանես, Գագիկ։ Սա այն է, ինչ ունենք առաջարկելու, ասաց մամա Սոնան, մատուցելով ափսեները։ Տիկին Սոնա, սա խնջույք է։ Ես եմ շնորհակալ, որ ինձ ընդունեցիք։ Ճաշի ընթացքում պապի Արմենը սկսեց տալ այն հարցերը, որոնք տալիս է հայրը։ Ուղիղ, առանց նախաբանների։ Գագիկ, դու շինարարությամբ ես զբաղվում, չէ՞։ Այո, պարոն։ Կառուցապատող ընկերություն ունեմ։ Իսկ ինչպես ես ծանոթացել իմ աղջկա հետ։ Նա աշխատանքի է ընդունվել ընկերությունում որպես նախագծերի ղեկավար։ Պապի Արմենը գիտեց հոնքերը։ Եվ դու, որպես ղեկավար, կարծում ես, որ ճիշտ էր ներգրավվել աշխատակցի հետ։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Դա այն հարցն էր, որին նա սպասում էր, գիտեր, որ պատասխանը պետք է անկեղծ լինի։ Պարոն Արմեն, անկեղծ կլինեմ։ Սկզբում ես էլ էի կասկածում դրանում։ Փորձում էի հեռավորություն պահպանել։ Բայց երբ հանդիպում ես մեկին, ով քեզ ստիպում է աշխարհին այլ կերպ նայել, ով քեզ ստիպում է ավելի լավ մարդ դառնալ, դժվար է անտեսել։ Ես Նարինեի հետ չեմ ներգրավվել, որովհետև նա ինձ հետ է աշխատում։ Ես ներգրավվել եմ, չնայած դրան։ Եվ պնդում եմ, որ նրա աշխատանքը ճանաչվի իր արժանինքներով։ Նա փայլուն է իր գործում։ Ինձ հետ կամ առանց ինձ։ Պապի Արմենը մի պահ լուռ մնաց, մտածելով խոսքերի մասին։ Հետո գլխով արեց։ Հարգում եմ ազնվությունը։ Եվ դու հենց նոր ազնիվ էիր։ Մամա Սոնան միջամտեց, մեղմացնելով մթնոլորտը։ Արմեն, թող տղան հանգիստ ուտի։ Դուք, տղամարդիկը, բոլորդ նույնն եք, ճաշը վերածում եք հարցաքննության։ Բայց ես պետք է իմանամ նրա մտադրությունները իմ աղջկա հետ, Սոնա։ Գագիկը նայեց Նարինեին, որը կարմրել էր, բայց ժպտում էր։ Հետո շրջվեց դեպի պապի Արմենը։ Իմ մտադրությունները ամենալավն են, պարոն։ Ես սիրում եմ ձեր աղջկան։ Եվ մտադիր եմ իմ կյանքի մնացած մասն ապացուցել դա նրան։ Եվ ձեզ նույնպես, եթե ինձ այդ հնարավորությունը տաք։ Մամա Սոնան ձեռքը տարավ կրծքին, հուզված։ Դիանան թաքցրեց ժպիտը։ Պապի Արմենը նորից գլխով արեց, այս անգամ հավանությամբ։ Ճաշից հետո մամա Սոնան պնդեց, որ մատուցի գաթա, փախլավա մի կոկոսով խմորեղեն, որն ինքն էր պատրաստել։ Գագիկը համտեսեց ամեն ինչից, անկեղծ հաճույքով, որը հիացրեց ընտանիքին։ Նա չէր ձացնում։ Իսկապես գնահատում էր այդ տան պարզությունը, ջերմությունը, իսկությունը։ Երեկոյան, երբ արդեն պատրաստվում էին գնալ, մամա Սոնան Գագիկին մի կողմ քաշեց։ Գագիկ, իմ աղջիկն ինձ համար ամեն ինչ է։ Նա շատ բաների միջով է անցել հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա է։ Ստիպված է եղել կրկնակի ապացուցել, եռակի աշխատել, միայն որովհետև կինը ցածր խավից է։ Թույլ մի տուր, որ որե մեկը նրան նվաստացնի։ Ոչ աշխատանքում, ոչ էլ որե այլ տեղ։ Խոստանում ես ինձ դա։ Գագիկը ամուր բռնեց մամա Սոնայի ձեռքերը։ Խոստանում եմ, տիկին Սոնա։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձի, ստիպված կլինի նախ իմ վրայով անցնել։ Մամա Սոնան ժպտաց, աչքերը խոնավացած։ Ուրեմն դու իմ օրհնությունն ունես։
Տուն վերադառնալու ճանապարհին Նարինեն լուռ էր։ Գագիկը նայեց նրան։ Լավ ես։ Այո։ Պարզապես մտածում եմ ամեն ինչի մասին։ Եվ ինչ կարծիքի ես։ Նարինեն շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին։ Կարծում եմ, դու հենց նոր շահեցիր իմ ընտանիքի սիրտը։ Եվ, ինչ-որ առումով, էլ ավելի շահեցիր իմը։ Գագիկը ժպտաց նրա մատները միահյուսեց իրենց։ Քո ընտանիքը հիանալի է, Նարինե։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից ես վերցրել այդ ամբողջ ուժը։ Հաջորդ օրերը աճի օրեր էին։ Գագիկը սկսեց պարբերաբար այցելել Նարինեի ծնողների տուն։ Օգնում էր պապի Արմենին տանը ինչ-որ բաներ վերանորոգել։ Խոսում էր ֆուտբոլի մասին։ Գովում էր մամա Սոնայի ուտեստները։ Քիչ-քիչ շահում էր Դիանայի վստահությունը, որը սկսեց նրան տեսնել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես մեկի, ով անկեղծորեն սիրում է քրոջը։ Նարինեն իր հերթին ծանոթացավ Գագիկի աշխարհին։ Ընթրիքներ ներդրողների հետ։ Կորպորատիվ միջոցառումներ։ Նրա ընտանիքն այլ էր։ Ավելի հեռու, ավելի պաշտոնական։ Գագիկի հայրը մահացել էր տարիներ առաջ, իսկ մայրն ապրում էր մարզերում, հազվադեպ էր գալիս Երան։ Գագիկը, շատ առումներով, մենակ էր։ Բայց հիմա նա ուներ Նարինեին։ Եվ նրա հետ մի ընտանիք, որը նրան ընդունեց այնպես, կարծես իրենց արյունից լիներ։ Մինույն ժամանակ ընկերությունում նրանց հարաբերություններն այլս բամբասանքի առարկա չէին։ Դարձան պարզապես իրականության մաս։ Նարինեն շարունակում էր բացառիկ նախագծեր հանձնել։ Գագիկը շարունակում էր լինել խիստ, բայց արդար ղեկավար։ Եվ միասին նրանք ցույց էին տալիս, որ հնարավոր է սիրել աշխատել, առանց վնասելու ոչ մեկը, ոչ մյուսը։ Մի գիշեր, պառկած Գագիկի բնակարանի բազմոցին, Նարինեն մրմնջաց. Գիտես, ինչն եմ ամենաշատը սիրում քո մեջ։ Ինչը։ Որ դու ինձ տեսնում ես։ Իսկապես։ Ոչ որպես նվաճում, ոչ որպես հաղթանշան։ Դու ինձ տեսնում ես որպես մարդ։ Թերություններով, վախերով, անվստահությամբ։ Եվ այնուամենայնիվ, մնում ես։ Գագիկը համբուրեց նրա ճակատը։ Մնալը հեշտ է, երբ իսկապես սիրում ես մեկին։ Դժվար է պատկերացնել կյանքն առանց այդ մարդու։ Նարինեն ժպտաց փակեց աչքերը, իրեն ապահով զգալով։ Կյանքում առաջին անգամ նա չէր վախենում ապագայից։ Որովհետև Գագիկի կողքին ապագան խոստումնալից էր թվում։ Գագիկի Նարինեի հարաբերությունները հասունանում էին ամեն օր։ Նրանք անցել էին այնքան խոչընդոտների, այնքան դատողությունների, այնքան փորձությունների միջով։ Եվ յուրաքանչյուր հաղթահարված մարտահրավեր նրանց դարձնում էր ավելի ուժեղ, ավելի միասնական։ Գագիկն այլս այն սառը վերահսկող մարդը չէր, որին Նարինեն ճանաչել էր առաջին օրը։ Նա սովորել էր ավելի շատ ծիծաղել, բացվել, ցույց տալ խոցելիություն։ Նարինեն իր հերթին սովորել էր վստահել, թույլ տալ իրեն խնամված լինել, ընդունել, որ իսկական սերը չի նվազեցնում, այլ ուժեղացնում է։ Մի շաբաթ առավոտյան Գագիկն արթնացավ մի համոզմունքով, որը ուժեղ բաբախում էր կրծքում։ Նայեց իր կողքին քնած Նարինեին, մազերը տարածված բարձին, շնչառությունը հանգիստ, դեմքը խաղաղ։ Եվ իմացավ, որ հենց նրա հետ է ուզում անցկացնել իր կյանքի մնացած մասը։ Իմացավ, որ ժամանակն է անել հաջորդ քայլը։ Ամենակարևոր քայլը։ Գագիկը հաջորդ շաբաթներն անցկացրեց, պլանավորելով յուրաքանչյուր մանրուք։ Նա չէր ուզում ընդհանուր ամուսնության առաջարկ, որը կարող էր լինել ցանկացած մեկից ցանկացած մեկին։ Նա ուզում էր մի բան, որը իրենցը կլիներ։ Որը կպատմեր իրենց երկուսի պատմությունը։ Որը կխորհրդանշեր այն ամենը, ինչ նրանք միասին կառուցել էին։ Եվ հետո գաղափարը եկավ։ Շինհրապարակը։ Առաջին նախագիծը, որը նրանք մշակել էին համատեղ։ Այն շենքը Դավթաշենում, որը Նարինեն համակարգել էր այդքան նվիրումով, որտեղ նրանք քննարկել, վիճել, զրոյից ինչ-որ բան էին ստեղծել։ Հենց այնտեղ էր, ինչ-որ առումով, ամեն ինչ սկսվել։ Հենց այնտեղ էր Գագիկն ուզում, որ ամեն ինչ վերսկսվի։ Մի ուրբաթ ցերեկը նա Նարինեին հրավիրեց գնալ շինհրապարակ։ Շենքը շինարարության վերջին փուլում էր, գրեթե պատրաստ հանձնման։ Նա հրավերն տարօրինակ համարեց։ Գագիկ, ինչու ես ուզում հիմա գնալ այնտեղ։ Ստուգումը նշանակված է միայն հաջորդ շաբաթ։ Գիտեմ։ Բայց ուզում եմ այնտեղից մայրամուտը տեսնել։
Քեզ հետ։ Նարինեն ժպտաց, գաղափարը ռոմանտիկ համարելով, բայց ոչինչ չկասկածելով։ Նրանք հասան տեղ երեկոյան։ Շինհրապարակը դատարկ էր, բանվորներն արդեն ավարտել էին աշխատանքային օրը։ Գագիկը բռնեց նրա ձեռքը ուղեկցեց վերջին հարկ, որտեղ պետք է լիներ շենքի տանիքը։ Այնտեղից հնարավոր էր տեսնել ամբողջ քաղաքը։ Երանը տարածվում էր հորիզոնում, շենքերի, տների, միաժամանակ տեղի ունեցող կյանքերի ծով։ Նարինեն հենվեց բազրիքին փակեց աչքերը, զգալով քամին դեմքին։ Գեղեցիկ է այստեղ։ Մենք օգնել ենք ստեղծել սա։ Գագիկը կանգնեց նրա կողքին, դիտելով նրան։ Սիրտը արագ բաբախում էր։ Նարինե, հիշո՞ւմ ես այն օրը, երբ մենք ծանոթացանք։ Նա ծիծաղեց։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դու այնքան լուրջ էիր, այնքան պաշտոնական։ Մտածում էի, որ երբեք չենք կարողանա միասին աշխատել։ Ես էլ էի նույն բանը մտածում։ Բայց այլ պատճառներով։ Ինչպես թե։ Գագիկը շրջվեց դեպի նա, բռնելով նրա երկու ձեռքերը։ Ես մտածում էի, որ չեմ կարողանա քեզ հետ աշխատել, որովհետև առաջին իսկ պահից դու ինձ անկայունացրիր։ Դու գույն բերեցիր մի աշխարհ, որը մոխրագույն էր։ Ջերմություն բերեցիր մի կյանք, որը սառն էր։ Եվ ես, ով միշտ կարծում էի, որ վերահսկողությունն է ամեն ինչի պատասխանը, բացահայտեցի, որ կյանքը սկսվում է հենց այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք վերահսկողությունը։ Նարինեն շփոթված կիտեց հոնքերը նրա լուրջ տոնից։ Գագիկ, ինչ ես փորձում ասել։ Նա մի պահ բաց թողեց նրա ձեռքերը, ձեռքը մտցրեց բաճկոնի գրպանը ծնկի իջավ։ Նարինեն ձեռքը տարավ բերանին, աչքերը լայն բացված, սիրտը խելահեղ բաբախում էր։ Նարինե Վարդանյան, դու ինձ սովորեցրիր սիրել։ Սովորեցրիր վստահել։ Սովորեցրիր, որ կյանքը շենքեր կառուցելու մասին չէ, այլ հիշողություններ, հարաբերություններ, պահեր կառուցելու։ Եվ ես ուզում եմ այս ամենը կառուցել քեզ հետ։ Ոչ միայն 1 տարի, ոչ միայն 1 տասնամյակ։ Ես ուզում եմ մի ամբողջ կյանք կառուցել։ Կամուսնանաս ինձ հետ։ Նա բացեց թավշե փոքրիկ տուփը, բացահայտելով պարզ, բայց էլեգանտ մատանի։ Նարինեն զգաց, թե ինչպես արցունքները հոսեցին դեմքով։ Ոտքերը դողում էին։ Գագիկ, ես չգիտեմ ինչ ասել։ Ասա, այո։ Միայն դա։ Ասա, որ ուզում ես ինձ հետ կառուցել։ Նարինեն նույնպես ծնկի իջավ, հասնելով նրա բարձրությանը, բռնելով նրա դեմքը ձեռքերի մեջ։ Այո։ 1000 անգամ այո։ Գագիկը մատանին դրեց նրա մատին համբուրեց նրան։ Խոստումով, հույսով, ապագայով լի համբույր։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լացում էին։ Բայց դրանք երջանկության արցունքներ էին։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, դիտելով մայրամուտը քաղաքի վրա, որը ականատես էր եղել ամեն ինչի սկզբին։ Եվ երբ գիշերն իջավ, նրանք ձեռք ձեռքի տված իջան, իմանալով, որ այդ պահից սկսած նրանք պաշտոնապես կառուցում են մի բան, որն ավելի մեծ է, քան ցանկացած շենք։ Նրանք կառուցում էին տուն։ Նշանադրության մասին լուրը արագորեն տարածվեց։ Նարինեի ընտանիքը տանը տոնեց խնջույքով, տորթով, հյութով շատ հուզմունքով։ Մամա Սոնան լացում էր ուրախությունից։ Պապի Արմենը ամուր գրկեց Գագիկին, շշնջալով. Բարի գալուստ ընտանիք, տղաս։ Դիանան, որը նախկինում կասկածամիտ էր, այժմ անկեղծորեն գրկեց փեսային։ Գագիկն ու Նարինեն որոշեցին, որ հարսանիքը կլինի պարզ, մտերմիկ, ուշադրությունից հեռու։ Նրանք ուզում էին մի բան, որը կներկայացներ իրենց էությունը։ Մի քանի որոնումներից հետո նրանք գտան մի գինեգործարան Վայոց ձորի մարզում։ Դա գեղեցիկ, հարմարավետ վայր էր, շրջապատված խաղողի այգիներով, լեռներով։ Կատարյալ։ Պատրաստությունները խնամքով արվեցին։ Նարինեն ընտրեց թեթ, նուրբ ժանյակով զգեստ, առանց չափազանցությունների։ Գագիկը ընտրեց բաց գույնի կոստյում, էլեգանտ, բայց ոչ պաշտոնական։ Հյուրերի ցուցակը փոքր էր։ Ընտանիք, մտերիմ ընկերներ, որոշ հատուկ մարդիկ։ Նույնիսկ Ռուբենը, գործընկերը, հրավիրված չէր։ Գագիկը հասկացել էր, որ որոշ ընկերություններ թունավոր են, որոշել էր նրան հեռացնել անձնական կյանքից։ Հարսանիքի օրը երկինքը կապույտ էր, առանց մի ամպի։ Արարողությունը տեղի ունեցավ բացօթյա, խաղողի այգիների մեջ։ Փայտե պարզ զոհասեղան, զարդարված դաշտային ծաղիկներով։ Կիթառահարը նուրբ նվագում էր հետին պլանում։
Երբ Նարինեն ներս մտավ, հոր ուղեկցությամբ Գագիկը զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը։ Նա փայլում էր։ Ոչ թե դիմահարդարման կամ զգեստի պատճառով, այլ աչքերի փայլից։ Ժպիտից, որը չէր կարողանում զսպել։ Երջանկությունից, որը հորթում էր։ Նրանք փոխանակվեցին անձամբ գրված երդումներով։ Պարզ, բայց ճշմարտությամբ լի խոսքեր։ Գագիկը սկսեց, ձայնը խեղդված. Նարինե, ես խոստանում եմ սիրել քեզ ամեն օր։ Հեշտ օրերին, դժվար օրերին։ Այն օրերին, երբ սերը հեշտ է զգալ, այն օրերին, երբ մենք պետք է ընտրենք սիրել։ Խոստանում եմ լսել քեզ, հարգել քեզ, աջակցել քեզ։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո ընկերը, քո ապահով նավահանգիստը։ Եվ խոստանում եմ երբեք չդադարել տեսնել քեզ այնպես, ինչպես դու արժանի ես տեսնվելու։ Որպես այն անհավանական կինը, որը դու ես։ Նարինեն խորը շունչ քաշեց, սրբելով արդեն հոսող արցունքները։ Գագիկ, ես խոստանում եմ մարտահրավեր նետել քեզ։ Լինել ավելի լավը, աճել, երբեք չհանգստանալ։ Խոստանում եմ հիշեցնել քեզ, որ կյանքը կազմված է պահերից, ոչ թե նվաճումներից։ Խոստանում եմ լինել քո կողքին, ոչ թե հետում կամ առջում, այլ կողքին։ Խոստանում եմ սիրել քեզ առաջին օրվա նույն ուշքնությամբ, բայց այն հասունությամբ, ով սովորել է, որ իսկական սերը ամենօրյա կառուցում է։ Եվ խոստանում եմ, որ նույնիսկ երբ մենք ծերանանք ամեն ինչ փոխվի, ես դեռ կնայեմ քեզ այնպես, ինչպես հիմա եմ նայում։ Հիացմունքով, քնքշությամբ, սիրով։ Արարողակատարը նրանց հայտարարեց ամուսին կին։ Համբույրն ուղեկցվեց ծափահարություններով, արցունքներով, բոլոր ներկաների ժպիտներով։ Մամա Սոնան անդադար լացում էր։ Պապի Արմենը ձացնում էր, թե ամուր է, բայց աչքերը կարմիր էին։ Դիանան ամեն ինչ նկարում էր հեռախոսով, հուզված։ Կարինեն, Նարինեի լավագույն ընկերուհին, թաշկինակով թափահարում էր, ուրախ տեսնելով ընկերուհուն երջանիկ։ Խնջույքը պարզ էր, բայց ուրախությամբ լի։ Տնական ուտելիք, գինեգործարանի սեփական գինի, կենդանի երաժշտություն, շատ զրույց ծիծաղ։ Գագիկն ու Նարինեն պարեցին բացման վալսը մի երաժշտության ներքո, որը հատուկ նշանակություն ուներ իրենց համար։ Դա ակնհայտ ռոմանտիկ երգ չէր, այլ մի մեղեդի, որը հնչում էր ռադիոյով այն առաջին ուրբաթ երեկոյան դատարկ գրասենյակում, երբ ամեն ինչ սկսվեց։ Երեկոյան, երբ արդեն պատրաստվում էին գնալ, պապի Արմենը Գագիկին մի կողմ քաշեց։ Լավ հոգ տար իմ աղջկան, լավ։ Վստահ եղեք, պարոն Արմեն։ Ես նրան կխնամեմ այնպես, կարծես աշխարհի ամենաթանկ բանը լինի։ Որովհետև այդպես է։ Պապի Արմենը գլխով արեց, թեթակի խփեց Գագիկի ուսին, վերադարձավ կնոջ մոտ։ Գագիկը մի պահ կանգնեց այնտեղ, դիտելով Նարինեին, որը զրուցում էր ընկերուհիների հետ, ծիծաղում, փայլում։ Եվ անսահման երախտագիտություն զգաց այն ամենի համար, ինչ նրանք ապրել էին մինչ այդ։ Ամուսնության առաջին ամիսները հարմարեցման շրջան էին։ Տարածքը կիսել, սովորել ապրել միմյանց սովորությունների հետ, գտնել այն առօրյան, որը հարմար էր երկուսի համար։ Եղան հիմար վեճեր, օրինակ, մահճակալի որ կողմում ով կքնի, կամ ով է մոռացել զուգարանի թուղթ գնել։ Բայց եղան նա համերաշխություն, գործընկերություն, այն հանգստացնող զգացումը, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, նրանք միասին են։ Ամուսնությունից 1 տարի անց Նարինեն իմացավ, որ հղի է։ Լուրը եկավ մի կիրակի առավոտյան, երբ նա տանը թեստ արեց։ Գագիկը խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ նա հայտնվեց, ձեռքին թեստը, աչքերը խոնավացած։ Գագիկ, մենք ծնող ենք դառնալու։ Նա բաժակը թողեց լվացարանի մեջ, վազեց նրա մոտ ամուր գրկեց։ Երկուսն էլ լացում էին այնտեղ, գրկախառնված, զգալով այդ բացահայտման ծանրությունն ու գեղեցկությունը։ Հղիությունը հանգիստ անցավ։ Նարինեն շարունակեց աշխատել մինչ 8-րդ ամիսը, չնայած Գագիկի պնդումներին, որ նա ավելի շատ հանգստանա։ Նա համառ էր, վճռական չէր ուզում, որ իրեն տեսնեն որպես փխրուն։ Հելենը ծնվեց մի ձմեռային առավոտյան, մի ծննդաբերության արդյունքում, որը տետ ժամ էր, բայց աշխարհ բերեց ամենակատարյալ էակին, որը Գագիկն ու Նարինեն երբեք տեսել էին։ Փոքրիկ, մոր նման շագանակագույն աչքերով, հոր նման համառ կզակով։ Երբ Գագիկն առաջին անգամ գրկեց դստերը, զգաց մի սեր, որի գոյության մասին չգիտեր։ 2 տարի անց ծնվեց Դավիթը։ Անհանգիստ, ժպտերես, էներգիայով լի տղա։ Տունը, որը նախկինում լուռ էր, դարձավ աղմկոտ, խառնաշփոթ։ Կենդանի։ Գագիկը սովորեց տակտիր փոխել, գիշերվա 3-ին կատ պատրաստել, քնելուց առաջ հեքիաթներ պատմել։
Նարինեն սովորեց հավասարակշռել մայրությունը կարիերայի հետ Գագիկի օգնությամբ, որը դարձավ ներկա մասնակից հայր։ Նրանց կյանքը կատարյալ չէր։ Եղան անքուն գիշերներ, հոգնածությունից վեճեր, ուժասպառության պահեր։ Եղան նա պահեր, երբ նրանք քաոսի մեջ իրար էին նայում մտածում. կկարողանանք հաղթահարել։ Բայց միշտ կարողանում էին։ Որովհետև նրանք գործընկերներ էին։ Որովհետև օրվա վերջում, երբ երեխաները վերջապես քնում էին, նրանք հանդիպում էին պատշգամբում մի բաժակ թեյով, զրուցում։ Ամեն ինչի մասին։ Ոչնչի մասին։ Պարզապես լինելով այնտեղ, միասին։ Տարիներն անցան։ Հելենը մեծացավ, դարձավ դիտող, զգայուն, գրքերի սիրահար աղջիկ։ Դավիթը դարձավ աշխույժ, հետաքրքրասեր տղա, որը անընդհատ վնասում էր ծնկները ինչ-որ արկածի մեջ։ Գագիկը ծերացավ, առաջին սպիտակ մազերը հայտնվեցին քունքերին։ Նարինեն մի քանի կնճիռ ձեռք բերեց աչքերի շուրջ, բայց նրա աչքերում շարունակում էր գեղեցիկ մնալ։ Նրանք ճգնաժամեր հաղթահարեցին։ Ընկերությունը դժվար պահեր ունեցավ տնտեսական անկման ժամանակ։ Եղան կրճատումներ, անքուն գիշերներ, մտածելով, թե ինչպես պահպանել ամեն ինչ։ Նարինեն նրա կողքին էր յուրաքանչյուր որոշման մեջ, առաջարկելով հեռանկար, ուժ, աջակցություն։ Երբ նա մտածում էր հրաժարվել կարիերայից միայն երեխաներին նվիրվելու համար, հենց Գագիկը քաջալերեց նրան շարունակել, չհրաժարվել սեփական երազանքներից։ Եղան նա մաքուր ուրախության պահեր։ Երեխաների ավարտականները։ Ընտանեկան ճանապարհորդությունները։ Նարինեի ծնողների տանը ծույլ կիրակիները, որտեղ մամա Սոնան շարունակում էր իր համեղ բաղադրատոմսերը պատրաստել, իսկ պապի Արմենը թոռներին սովորեցնում էր ինչ-որ բաներ վերանորոգել։ Դիանան ամուսնացավ, ունեցավ իր սեփական երեխաներին, ընտանիքն էլ ավելի մեծացավ։ Գագիկն ու Նարինեն միասին ծերացան։ Ոչ թե դրամատիկ, այլ աստիճանաբար։ Մազերը սպիտակեցին։ Մաշկը ժամանակի հետքեր ձեռք բերեց։ Ծնկները մի փոքր ավելի էին բողոքում։ Բայց հայացքը մնաց նույնը։ Այն հայացքը առաջին ուրբաթ երեկոյան դատարկ գրասենյակում։ Այն հայացքը, որն ասում էր. «Դու ինձ համար հատուկ ես, առանց խոսքերի»։ Մի աշնանային ցերեկ, արդեն 60-ն անց, Գագիկն ու Նարինեն նստած էին իրենց ամառանոցի պատշգամբում, որը գնել էին տարիներ առաջ, մի ապաստան մարզերում, որտեղ անցկացնում էին հանգստյան օրերը։ Թոռները խաղում էին սիզամարգին։ Հելենն ու Դավիթը, այժմ մեծահասակ, զրուցում էին խոհանոցում, ճաշ պատրաստելիս։ Նարինեն գլուխը դրել էր Գագիկի ուսին, մատները միահյուսված նրա մատներին։ «Զղջում ես ինչ-որ բանի համար», հարցրեց նա։ Գագիկը մի պահ մտածեց։ Ոչնչի։ Բացարձակապես ոչնչի։ Իսկ դո՞ղ։ Նարինեն ժպտաց։ Գուցե նրա համար, որ այդքան երկար տեց այո ասելը։ Կարող էինք այս ամենը ավելի շուտ սկսել։ Գագիկը ծիծաղեց, համբուրեց նրա ճակատը։ Ճիշտ ժամանակը հենց դա էր։ Ոչ շուտ, ոչ ուշ։ Եղավ այն ժամանակ, երբ պետք է լիներ։ Նրանք մնացին այնտեղ, լուռ, դիտելով մայրամուտը։ Նրանց կյանքը հեքիաթ չէր։ Իրական էր, մարտահրավերներով, դժվարություններով, ցավի պահերով։ Բայց նա լի էր սիրով, համերաշխությամբ, աճով։ Նրանք կառուցեցին ընտանիք։ Կառուցեցին պատմություն։ Կառուցեցին մի կյանք, որն արժեր ապրել։ Երբ Գագիկը հետ էր նայում, տեսնում էր այն ամենը, ինչ նրանք նվաճել էին։ Ոչ թե շենքերը, ոչ թե փողը, ոչ թե մասնագիտական հաջողությունը։ Տեսնում էր առավոտները, երբ արթնանում էր նրա կողքին։ Տեսնում էր երեխաների ժպիտները։ Տեսնում էր ընտանեկան կիրակիները։ Տեսնում էր պատշգամբում զրույցները։ Տեսնում էր նրա ձեռքն իր ձեռքում։ Տեսնում էր այն սերը, որը նրանք ընտրել էին մշակել ամեն օր։ Եվ երբ Նարինեն առաջ էր նայում, չէր վախենում։ Որովհետև գիտեր, որ քանի դեռ նրանք ունեն միմյանց, ամեն ինչ լավ կլինի։ Նրանք արդեն ապացուցել էին, որ կարող են հաղթահարել ցանկացած բան։ Միասին։ Գագիկի Նարինեի պատմությունը անհնարին սիրո մասին չէ, որը հնարավոր դարձավ։ Այն երկու անկատար մարդկանց մասին է, ովքեր որոշեցին սիրել, չնայած անկատարություններին։ Ովքեր որոշեցին կառուցել մի բան, որն ավելի մեծ է, քան իրենք։ Ովքեր որոշեցին, որ ամեն օր նորից կընտրեն միմյանց։
Եվ այդ ամենօրյա, պարզ, բայց խորը ընտրությունն էր, որը սովորական պատմությունը վերածեց արտասովորի։ Որովհետև վերջում կարորը ոչ թե մեծ ժեստերն են, կինեմատոգրաֆիկ պահերը, դրամատիկ շրջադարձերը։ Կարորը փոքր, կրկնվող, մշտական ընտրություններն են։ Ընտրել մնալ։ Ընտրել ներել։ Ընտրել վերսկսել։ Ընտրել սիրել։ Եվ Գագիկն ու Նարինեն դա ընտրեցին ամեն օր։ Մինչ վերջինը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գագիկի Նարինեի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։